Եկեք աշխատենք, սիրելի հետևորդներ, ամեն մարդու չի, որ այս ռասկլադը կարող է համընկնել 50-50, ամեն մարդ ով հասկանա իրենն է, թե ոչ, հարց են կողում, ով է դες հետևում հեռավորության վրա եւ ինչ նպատակով։ Եվ այսպես սկսում ենք աշխատել, նախ ձեր քարտը կհանենք, որպեսզի հասկանաք սա ձեզ բնութագրում է ճիշտ թե ոչ։ Դեսյատկա միջեի քարտն է, ինչպեսի անձ եք դուք, ով եք դուք, ում կյանքում կան դժվարություններ, եղել են բավականին շատ դավաճանություններ, հիասթափություններ, սիրո կորուստ, աշխատանքային կորուստ եւ այլ, բայց դուք դեռ կարողանում եք, ուրեմն այդ իրավիճակներից դուրս գալ բավականին դաստոյն Շատերի մոտ կարող է լինել խոյ, կրակի տարերքա, ով կարող է սիրո կորուստ է ունեցել, կին, ով բավականին մեծ ուժեղ մագնետիզմ ունի, անցել է բավականին ցավալի ճանապարհներով, բոլոր կյանքի սֆերաներով եւ ուժեղացել եւ ձեզ կոտրել չի լինի, ամբիցիոզ անձնավորություն եք, կարող եք տոնով խոսել մարդկանց հետ, ունեք ամբիցիաներ եւ եթե ինչ-որ բան ձեզ դուր չի գալի, կարող եք նաեւ ասեմ ձեզ, դուք այստեղ խոսել մարդկանց հետ հենց եթե շանտաժի լեզվով, ինչը երևի ձեզ համար նոր ինֆորմացիա է, ունեք մագնետիզմ, շատերի մոտ կարող է լինել, դուք կարող եք ծնված լինել առյուծ համաստեղությամբ, խոյ եւ ուրեմն աղեղնավոր համաստեղությամբ, բայց դա պարտադիր չէ, մի քշականակագույն աչքերով եւ բավականին շատ ցավ եք տեսել ձեր կյանքում, բայց չեք կոտրվել երբեք, ամեն ինչի հասնում եք ձեզանով, տեսնենք, իսկ ով է հետևում ձեզ, անձը հեռավորության վրա, ձեզ հետևում է տղամարդ, միգուցե դա ձեր զգացմունքների հետ կապ ունի, սիրո հետ կապ ունի, բայց բավականին էգոիստ տղամարդ, էլ ով է հետևում ձեզ, ով միգուցե խանդի տեսարաններ է սարքում, փորձում է ձեր սիրտը գրավել, սիրում է այնպես, ինչպես ինքն է ուզում, այլ ոչ թե դուք, միգուցե կոնֆլիկտ է եղել ձեր եւ նրա միջև, եւ տեսնենք ինչու է նա հետևում ձեզ, որովհետեւ իշխող բնավորության տեր մարդ է, նա հենց այնպես ձեզանից չի ցանկանա հրաժարվել, ում հետ դուք ժամանակին հանդիպել եք ժամանակ առ ժամանակ, եղել եք եռյակում, իսկ տեսնենք ին ունի, այո, եռյակում եք եղել, ձեզ զապասնոյի վարիանտ